Պարոն դատարան, անկեղծ ասած նախորդ սանքցիայի քննարկման ժամանակ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ այդքան էլ էական չի, թե պաշտպանող կողմը ինչ ասում, ինչ փաստարկներ է բերում, որովհետև ինչպես նշեց պաշտպանս, հիմնական փաստարկին այն է, որ մենք նույն գործով, նույնատիպի գործով 2 տարի առաջ ունեցել են խափանման միջոց վարչական հսկողություն։ 8 ամիս շարունակ եղել են վարչական հսկողության տակ, տարբեր լիմիտի սահմանափակումներով, որևէ անգամ մենք չենք խախտել դա, այսօր երկրորդ անգամ Մեղադու Բաբեցյանը հաստատում է, ինչպես եւ նախորդ անգամ հաստատել, որ խափանման միջոցը այդ վարչական հսկողությունը ամբողջությամբ իզորու է եղել, ապահովել, այսինքն խափանել, խափանման միջոցը ես ոնց հասկանում եմ, ճիշտ վերաբերվում չեմ, բայց պետք է խափանի հնարավոր անբարենպաստ ներգործությունները գարական պրոցեսի վրա։ Խափանել ասել են մի վարեք հաղորդում, չենք վարել։ Ասել են վարեք մի օգտագործել ոչ նորմատիվ լեքսիկա, վարել ենք ու չենք օգտագործել։ Արդարացվել ենք, շարունակել ենք ոնց գտել ենք ճիշտ։ Հիմա ես Մեղադու Բաբեցյանի խոսքում հասկանում եմ, որ ինքը առաջարկում է պատիժ որպես օգտագործել։ Այսինքն նստած ոնց որ խելքները գլուխները չեն հավաքում, եկեք թողնենք դեպամիս է նստի։ Ես չեմ հասկանում իր խոսքերը, բայց ես ինչքան գիտեմ, խափանման միջոցը պատժամիջոց չի։ Այդ հանուն իմ տպավորության մասին։ Հիմա տեսեք, կարծում եմ, որպեսզի ավելի փաստարկված ասեմ ընդհանուր, որտեղ թե միայն խափանման միջոցի հարցը չի, այս 5 ամիսները ամբողջությամբ ռեպրեսիա է, մասնավորապես, բայց ասում եմ նաև մեծամասամբ գործողությունների եւ ժամկետների վերաբերյալ բնականաբար վերաբերում է նաև Նարեկ Սամսոնյանին։ Ուրեմն տեսեք, 5 ամիս առաջ, մոտավորապես նոյեմբերի 13-ին 2025 թվականին, առավոտյան ժամը 7-ին իմ տուն են ներխուժում ազգային անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինները զինված դիմակներով ահաբեկում են ընտանիքիս անդամներին, տարեց մորս, կնոջս, ինձ հարվածում գցում են գետնին, նկարում են դա ինչ-որ ռեժիսորական հմտություններով, ես էլ ոչ դիմադրում եմ բնականաբար ոչ բան, ոնց է 7 դեպ կինոթատրոնում լինեմ, են որ թափ տալիս, բայց իմաստ չկա, մոտավորապես այդպես վիճակում։ Տանում են քննչական ինչ-որ տենց կոշտ ձևերով, տենց դեմոնստրատիվ նկարում են այդ ամենը։ Հետո տանում են դատարան, դատարանը քննիչը տարածքագրված է, ենթադրում եմ, որևէ տենց հիմնավորում էլ ասողը չի բերում, դե տարեք 2 ամիս նստացրեք։ Դատավորն էլ իդեպ նույն դատավորը, որը տվել էր անխոզակության թույլատվություն, ես պոդկասթի ժամանակ վիրավորել եմ վարչապետին եւ մյուսին Ալեն Սիմոնյանին։ Ինչ խոզարկում էր տաների, ակնհայտ չէ, որ դժվար է դուրը բացեն, մի քանի հատ քֆուր լսվի, իրանք արձանագրեն քֆուրը դառնան իրեն ապացույց։ Որոշումը չեն վիճա։ Չէ, ես ուզում դուք պատկերացրեք ինչի մեջ օրում ես ասում ես 5 ամիս էլի, ու առաջ օրվանից սկսած։ Խոզարկում են պատմո վրա են անում, ու բնական չէ դրա պատճառը բան չէ, ակին ինչ պիտի դեն, երկու DVD կինո են ինչ-որ վերցնում, մի հատ ֆլեշ կա, որի վրա երկու կուրսային սահմանացել, դրանով ծնվում է, բայց տակնու վրա են անում, տունը այդ մասկիկով կանոնած զենքերով բանական, հետո արգրավում են կնոջս հեռախոսը, համակարգիչը, իմ հեռախոսը, ես չգիտեմ ինչ են տալի, DVR-ը մեր տան աբսուրդ է, մի հատ իրավիճակում ենք հայտնվում, գալիս ենք դատարան, տեսնենք նույն դատավորն է, որը տվել է այդ խոզարկության այդ ֆանտաստիկ որոշումը, ու ուրեմն դատավորը բնականաբար տենց էլ այդտեղ բանը չկա խոսալու, ու քննիչները ասում են նստեցնենք, ասում են նստեցնենք, դեռ ձեր են տալիս, ես դնում եմ նստում։ Հիմա մենք դիմում ենք Մեղադելը ասում է դատավորի որոշումը անվանում է ֆանտաստիկ որոշում։ Դա ասում է քննիչները ասին նստեցնենք, դատավորը բանջարեց, քննիչը ասացող նստեցրեց։ Ես խնդրում եմ վերջապես Մեղադել Սարաթելյանին, քանի որ ես չեմ կարող ի պաշտոն եմ, խնդրում եմ դուք բացատրեք, որ չի կարելի դատավորների, քննիչների մասին ասում ֆանտաստիկ որոշում, քննիչը ասեց դատավորը արեց, այդ լեքսիկոն է։ Ներողություն, ես ասեցի, ինչ ասեց դատավորը արեց։ Ինձ վերակումը բարը